Այսօր ուզում եմ ձեզ հրավիրել մի զրույցի այն մասին, ինչ մենք բոլորս փնտրում ենք։ Փնտրում ենք տարբեր բառերով, տարբեր անուններով ու տարբեր ճանապարհներով, բայց բոլորիս ցանկությունը նույնն է։ Բոլորս փնտրում ենք երջանկություն։ Այսօր երջանկության մասին կխոսենք փիլիսոփա, թաքնագետ յոգ, երջանիկ լինելու արվեստ դպրոցի հիմնադիր Տրթատ Դոնիկյանի հետ։ Բարև ձեզ, Տրթատ։ Բարև ձեզ։ Ձեր դպրոցի անունը արդեն հուշում է, որ այստեղ երջանկության ճանապարհն է բացվում ձեր դպրոցում, եւ թվում է թե երջանկությունը պետք է անպայման ինչ-որ մի բան ունենաս, տուն ունենամ, ինչ-որ մեկը ինձ սիրի կամ, չգիտեմ, ինչ-որ երկրում ապրեմ, բայց ինչու է, որ մենք հեռու ենք երջանկությունից, նույնիսկ երբ ամեն ինչ ունենք։ Երջանկությունը ներքին կատեգորիա է, այսինքն ներքին ապրում է, բոլոր իրանքները այս դեզերքումով կա, բոլորը ապրում են նրա համար, որ երջանիկ կլինեն, այսինքն իրանց միակ ձգտումը ցանկությունն է, որ երջանիկ կլինեն, բոլոր քայլերը, բոլոր գործողությունները դրա համար են, թե գիտակցաբար, թե անգիտակցաբար, թե ենթագիտակցաբար, որ երջանիկ կլինեն, ու այդ երջանիկ լինելը ներքին որակա, որ դեզերքից աստվածայինի, երբ որ մենք մեր միջի մոտենում ենք, մենք երջանկանում ենք, իսկ այդ աստվածայինը ներքին որակա, արտաքին հանգամանքներից կախված չի, համար արտաքինը կարան շատ բազմազան, փոփոխական լինեն, ամեն ինչ վերափոխվի, բայց ներքինը, երբ որ մենք մեր դեպի աստվածայինն ենք գնում, այդ ժամանակ մենք երջանիկ ենք, ու բոլորը ձգտում են դրան, որտեղ այդ երջանկության զգացումը դա աստվածային ներքին զգացումն է։ Եթե երջանկությունը մեր ներսում է, ապա ինչու մենք չենք կարողանում զգալ, ո՞նց ենք փակում այդ երջանկությունը, ինչով ենք փակում, ինչ պատեր ենք շարում։ Երջանկությունը մենք փակում ենք մեր բնույթից հեռանալով, մեր իսկական էությունից հեռանալով, երբ որ մենք հեռանում ենք մեր էությունից, մենք փակում ենք երջանկությունը, երբ որ մենք սերը չենք տեսնում աշխարհում, մտածում ենք պետք է օբյեկտ լինի, որ սեր լինի, եթե օբյեկտ չկա կամ համապատասխան փոխադարձ չի, սերը մեզ թվում է թե երջանկությունը չկա, բայց երջանկությունը ներքին զգացում է, դա մեր աստվածային զգացումն է, իսկ աստվածայինը դա սերն է, որ մենք գնում ենք մեր մեջի սիրուն, աստվածային սիրուն, այդ երջանկությունը բացվում է, մարդիկ ուղղակի երբ որ սիրուց հեռանում են, ասում են սեր չկա, երջանկությունից հեռանում են, այսինքն սերն է բերում երջանկության, պետք է հասկանանք, որ մենք ձգտում ենք սիրուն, ներթափանցում ենք սիրո մեջ միավորվում ենք, ձուլվում ենք, այդ ժամանակ երջանկությանն ենք հասնում, երբ որ միարժում ենք, դա այդ կատեգորիան, մենք երջանկությունը փակում ենք, իսկ մարդիկ մեծ մասը փակում են սերը, չեն ուզում սիրել, սիրո մեջ տառապանք են տեսնում, որտեղ ինչ-որ հանգամանք է եղել, որտեղ տառապել են դրա համար, իրանք խուսափում են դրանից, վախում են դրանից սեր չկա, եւ այլն տառապանքից ելնելով դրա համար փակում են ասում են երջանկությունը, այլ փակում են, որ իրանց բնույթին դեմ են գնում, իրանց աստվածային բնույթին դեմ են գնում իրանք, այսինքն դեպի կյանքը ուրախությունը ներքին կատարելության դեմ են գնում են անկման, դրա համար երջանկություն նաև դրանից է փակում, շունչը կյանքի չեն զգում, իմաստը չեն զգում, իրանց առաքելություն չեն զգում, իրանց առաքելությունը այդ աստվածայինը բացահայտելն է ու իրան գործելն է, այս պլանում անում եք յուրինակ ձևով, հենց որ դրա չեն կարող անցնել, դեմ են գնում իրանց աստվածայինը, իրանց առաքելության դեմ են գնում, երջանկությունը փակում են, դեպ արտաքին հանգամանները, մեքենան, ավտոն, երեխաներ, ամուսին, լավ հայրենիք, դրանք այդքան չեն տա երջանկություն, մարդկանց թվում է, որ շատ այնքան երջանկության խոսում են մասին, ասում են, այս վատ վիճակում ոնց կարա երջանկություն լինի, են ասում այդ վիճակը մեր մեջ է վատ, դրա համար արտաքինից լավ վատ, ոչ թե արտաքինից վատը, որ մեր մեջ է վատ, այլ մեր մեջ վատ է, մենք դեմ ենք մեր աստվածային սկզբունքին, դրա համար է վատ արտաքինից այդ, ոչ թե արտաքինից է ներս գնում, այլ ներսից է դեպի արտաքին գնում, վեկտորը այդ ձևա ուղղված մեր աշխարհի կառուցման, դրա համար մենք երբ որ մեր մեջ երջանիկ զգանք, մեր հայրենիքն էլ երջանիկ կլինի։ Դուք խոսեցիք սիրո մասին, կարող ենք ասել, որ սերն ու երջանկությունը նույն աղբյուրից են գալիս։
դե սերը հենց Աստված է, իսկ մենք սիրո միջոցով հասնում ենք երջանկության, այսինքն այդ աղբյուրը անսահման դա Աստվածն է, սերը, եւ երբ որ գնում ենք այդ Աստվածը, մենք արդեն երջանկություն ենք ձեռք բերում։ Իրանք իհարկե նույն կատեգորիայի բաներ են, բայց տարբեր երևույթներ են։ Սերը մի քիչ տարբեր բան է, երջանկությունը տարբեր ապրում է։ Սիրո ապրումից հետո է գալիս երջանկությունը։ Ոչ թե երջանկությունի սերն է գալիս, այլ սիրոց հետո երջանկությունն է գալիս։ Այսինքն պետք է նախ սերը լինի մեր մեջ, մենք ընկալենք դա, ապրենք, իրագործենք սերը, նոր երջանկությունը կգա։ Նոր կարանք մենք սիրելով ուրիշին երջանկացնել։ Ոչ թե երջանկացնելով սիրում ենք, այլ սիրելով ենք երջանկացնում։ Մեր մեջ սերը զարթնում է, մենք երջանկանում ենք։ Այսինքն սերն է սկզբից գալիս, հետո նոր երջանկությունը։ Այսինքն երջանկությունը որպես հետևանք է դիտվում։ Սիրո հետևանքը։ Սիրո հետևանքը Սիրո պտուղն է։ Ոչ թե նպատակ։ Սիրո պտուղն է։ Երջանկություն, այսինքն սերը պտուղ է տալիս, իր արդյունքն է, դա երջանկություն է։ Այսինքն ամեն մի ծառ պտուղ է տալիս, սերո ծառն էլ պտուղը դա երջանկություն է, որ տրվում է մեզ։ Իսկ երջանկությունը էլ ինչի հետևանք կարա լինի, եթե հետևանք բառը օգտագործենք, բացի սիրուց։ Նայեք, եթե սիրոց բառը չօգտագործենք, կարանք երջանկություն, երբ որ մարդը իր գործունեությունը, առաքելությունը, դեզիրական, աստվածային, իրանոյից մարդկային այդ կյանքի լրիվ առաքելությունը, որ ինքը ունի, դա իրագործում է, ինքն էլի երջանիկ ազգում, այսինքն, երբ որ ինքը կարում է իրան դրսևորվել իր առաքելությունը իրականացնելով, որտեղ մարդը իրան ամբողջական ազգում, երբ որ իր առաքելությունն է իրականացնում, որ առաքելությունը չի իրականացնում, ինքը ամբողջական ազգում, մի բան թերի է այս աշխարհի բան ազգում, հենց սկսում է իր առաքելությունը իրականացնել, այդ ճանապարհին ինքը երջանիկ ազգում, այսինքն առաքելությունը իրականացնելով կարա ինքը երջանիկ լինի, ու հերոսը կարա գնա կրվի դաշտ ու փրկի հայրենիք կամ իր ընկերներին, ու այդ ժամանակ նույն զոհվի, բայց ինքը երջանիկ լինի, այսինքն նույնիսկ գնա զոհվելու, բայց երջանիկ լինի, որ ինքը իր առաքելությունը տենց ուրախ ներքին երջանկության պատա իրականացնում իրանք են, որ սամուրայի կոդեքսների մեջ էլ ատվում, որ իր մարդի մեջ ինքը պիտի երջանիկ լինի, իր նույնիսկ որ մահանում է, պիտի երջանիկ ընդունի այդ մահը։ Իսկ առաքելությունը ո՞նց պետք է իմանանք, որն է մեր առաքելությունը, այսինքն որի համար ասիկ կռվում, հայրենիքի համար զոհվելն է։ Դե զոհվելը չի առաքելություն։ Կռվել հանուն հայրենիքի։ Հանուն հայրենիքին կռվել ու հաղթելն է առաքելությունը։ Բայց կարան զոհվել էլի, բայց հաղթելն է առաքելությունը։ Ամեն մեկը յուրօրինակ առաքելություն ունի, դա ամենաառաջնային առաքելություն դա մեր մեջի սերը բացահայտելն է։ Մենք ուզում ենք երջանկություն, պիտի դրա համար մեր սերը, բայց սերը մենակ բացահայտելով չի, սեր եւ իմաստությունը մեր մեջի աստվածային որ կա, բացահայտել, իրագործել, դրսևորելն է առաջնային ամենակարևոր առաքելությունը։ Երկրորդ առաքելությունը մեր աշխարհում մենք ինչ անում ենք, այդ ամբողջությամբ սիրով եւ իմաստությամբ անել։ Այսինքն մենք ինչ որ գործունեության մեջ ենք, կամ մեկը յուրինակ գործունեություն ասում։ Մեկը բժիշկ է, մեկը դատավոր է, մեկը ոստիկան է, մեկը ասենք թե ուսուցիչ է, իր գործունեության մեջ անսահման սիրով ու իմաստությամբ գործունեություն է։ Որ ինքը այդ ձև է իր գործունեությունը, դա իր առաքելությունն է։ Մենակ ուղղակի ինքը լինելով ուսուցիչ, ինքը դեռ անբավարար է, բայց եթե իր գործունեության մեջ իր անսահման սեր ու իմաստություն կա, ինքը դրա մեջ երջանիկ է արդեն։ Այս կետը հենց իր առաքելությունն է։ Այսինքն մարդիկ մտքից օգնում են մանկացարքին, ինչ անում են, այդ է, բայց պիտի ոնց որ աղն ու համեմունքը կան, դա սերն ու իմաստությունն է։ Առանց դրա իրանք անհամարտ առաքելություն դեռ չեն իրականացնում։ Եվ որ այդ սիրով են իրանց գործողությունը անսահմանանում ու իմաստալից, այդ դառնում է հենց իրանց առաքելություն, ինչ հիմա անում են։ Շատ լավ, ես ուզում եի ձեզ հարցնել, երբ եք առաջին անգամ զգացել այդ երջանկության զգացումը։ Այդ ավելի այդպես աստվածային երջանկության, ոչ սովորական հաճույքների, որ հաճախ մարդիկ խառնում են։
Երևի մանկության ժամանակ եմ սենց անաղարտ ինչ-որ զգացում ապրել, այդ երջանկության զգացումը, կարող է ինչ-որ խաղալուց էր եղել, տենց կարամ ասեմ, երկե ոնց որ տենց շատ փոքր տարիքից տենց ներքին ինչ-որ տենց երջանկության շատ ուրախ երեխաները ապրում են այդ ժամանակ երջանկության զգացումը, իսկ ավելի հասուն տարիքում երջանկության զգացումը զգացել եմ, երբ որ առաջ անգամ սիրահարվել եմ, տենց կարամ ասեմ, այդ սիրահարության ժամանակ տենց բուրան, երբ որ իմ սերն էր բխում, իմ մեջ տենց երջանիկ էի, շատ ինձ զգում, այդ ապրումի մեջ էի, և ավելի հասուն տարիքում, երբ որ ես ոնց որ որտեղ արտաքին հանգամանքներից այն ներսի ոնց որ սերը կարացի բացել, բառասեմ, ապրել, ընկալել, իմ մեջ այդ ասվածային մասնիկ ընկալեցի, ամենահասուն այդ երջանկությունը այդ ժամանակ եղել, երբ որ իմ մեջ եմ դա բացել, իսկ նրանք ոնց որ արտաքին ինչ-որ հանգամանքներ են եղել, որի հիմանում են ես տենց ինչ երջանիկ զգացել։ Այսինքն ամեն դեպքում աստվածային սիրո հետ միավորումն է։ Փոքր տարիքում ավելի անգիտակից, բնականաբար։ Հա, փոքր տարիքում անգիտակից, մեկը որ երբ որ սիրահարվել եմ, էլի դա աստվածային սերն է, ուղղակի ինչ-որ օբյեկտի նկատմամբ է դա ընկալվել, չեմ ընկալել, դա չեմ հասկացել։ Հետո երբ որ ավելի հասունացա, ոնց որ ավելի իմաստություն ձեռք բերեցի, այդտեղ հասկացա, որ երբ որ իմ մեջ դա բացահայտեցի, դա արտաքին հանգամանքներից տենց կախվածություն չուներ, դա ներքին ապրում էր, որը արտաքին ոչ մի բանի հետ կախված չէր, որը անանցնական սեր էր տեղ շատ բոլոր էակների նկատմամբ, այդտեղ ես շատ մեծ երջանկության ապրում ունեցա, այդ ես հիշում եմ այդ ապրումը, որ երբ որ ունեցա, տենց 3 օր անընդհատ էր, չէր կտրվում, շատ ուժեղ երջանկության, երանության, ուրախության զգացում էր, որ սենց անընդհատ էր, ես ինչ գործողություններ էի անում, բայց մեկը ինքը չէր վերջանում տենց անընդհատ զգացում էր, բայց դա արդեն շատ հասուն տարիքում էի։ Ճիշտ հասկացա, որ այդ դեպքում նաև երջանկությունը մյուսներին տալու, օգնելու, կարեկցելու հետ է կապված։ Դա շատ է կապված, երբ որ դու քո առաքելությունը ակնես, քո առաքելությունը ինչ-որ կապված է բազմաթիվ էակների հետ, որ դու կարող ես քո առաքելությունը իրականացնել, այդ ժամանակ անսահման կարաս դու երջանկացնես, երբ որ ինչ-որ բան կարող ես տալ, կարևոր չի ինչ ես տալիս, բայց ինչ-որ մի օգուտ ես հասարակությանը բերում, որտեղ դու սիրով իմաստալից ես անում, ու քո այդ օգուտը կարա շատ բարիք բերի, շատ բարիք բերի մարդկանց, ու դու ինքնաբավ ես ու շատ երջանիկ ես, նույնիսկ դու ծանր ինչ-որ թվացող գործ անես, թվացավ կամ արտաքին շատ կեղտի մեջ մտնես ու գործ անես, տենց դա ես մոտավորապես երևի մի 50 տարվա մասնագիտությամբ եմ իմ կյանքում աշխատել, հանգամանքներից ելնելով, տարբեր երկրներում լինելով, ու մի անգամ այդ կանալիզացիոն պրոբաների հետ էի աշխատում ու ինչ-որ տաճարել, որտեղ տրաքել էր, սա այդ տղանքը դուրս էր թափվել ու պիտի վերանորոգվել ու տենց մասնակետը միջև կար, սա անշատ բան կներ, բայց ես դրան մեջ աշխատել էի, գիտեի ոնց է, որ երբ որ մտա այդ կեղտերի մեջ, որ նույնիսկ այդ շատ հոտով դեսավ զզվում էին բան, կարացա այդտեղ այդ գործունեություն վերջացրեցի ամեն ինչ իրագործեցի, ես շատ ինձ ինքնաբավ էի զգում, որ նախ այդ որ օգնեցի այդ կհանգել չէր գալիս, դա պիտի սպասեն երկար ժամանակ ինքը հեռու տեղ էր գտնվում, խնդիր կար ու բավական ոնց որ մարդկանց նաև օգնեց, որ ազատվել այդ կեղտից, դա էլ նույնիսկ այդ կեղտերի մեջ մտնելով ես ինձ շատ բավարար ու երջանիկ եմ զգում, մարդիկ ստում են պիտի սենց մաքուր ինչ-որ գործ անեն, որ երջանիկ լինեն, կարան շատ ամենաթվայացած կեղտերի մտնեն, ուրիշների կյանքների մեջ մտնի, բայց մարդը էլի երջանիկ լինի։ Բազմաթիվ այդ գործունեությունից պիտի կախված չի ներքին ապրումը, դու ինչ անում ես երջանիկ ես։
ու դրա համար դե շատ աշխատանքներ են որ շինարարության մեջ եմ աշխատել, ծանր աշխատանքներ եղել, մեկ էլ եղել աշխատանքներ, որ շատ կրիտիկական աշխատանքներ, ակտիվիստ եմ աշխատել, որտեղ եղել են դեպքեր, որ մարդկանց բրկելու շատ կրիտիկական դեպքեր են։ Այդ ժամանակ էլ երբ որ դու անսահման սիրով ես տեսած իմաստությամբ, շատ դժվար կյանքի վտանգավոր քայլերով երբ որ դու անում ես, դու էլի երջանիկ ես զգում, երբ որ դու շատ սիրով ես ներքին այդ քո գործունեությանը իրականացնում, դու երջանիկ ես զգում։ Եկուզ ինքը շատ դժվար, կյանքի վտանգավոր եւ այլն աշխատանք է, բայց մեկը դու շատ եթե սիրով ես լցված, իրոք իմաստալից ես անում, հասկանում ես նաեւ որ բարիք ես բերում ուրիշների ու դեռ երջանիկ ես զգում։ Հիմա մենք որ հաղորդարան ենք վարում, հասկանում եմ, որ այս ապրումը, որ ես ունեցել եմ ուզում եմ ուրիշներին նաև փոխանցել, որ հասկանան, որ մարդիկ իրան բոլորը դժբախտ են զգում նրա համար, որ ինչ-որ բան ուզում են, չեն կարողանալ։ Ինչքան մենք շատ ուզենք, այդքան դժբախտ կլինենք։ Հասկանալ պետք է ուզելու մեջ չի, ապրումը ներքին վերափոխման մեջ է։ Մենք ուզենք մեր մեջի սերը բացահայտենք աստվածային։ Այդ միակ ուզել դառնի։ Մնացածը ավտոմատ սպոնտան կլինի, էլի արտաքին մեր ցանկությունը թե տունը, թե ավտոմեքենա, թե ասենք մարդիկ ամուսնանալ են ուզում, երեխաներ են ուզում, եւ այլն, թողնել, ծորեր, ցեղ եւ այլն հայրենիք լավ։ Քիչ մարդը որ կարողանա իր ներքինը բացահայտի ու իրականացնի, այդ մարդիկ չեն հասկանում, որ իրանց կարևորը իրանց էվոլյուցիան գնալն է զարգացումն է, ներքինը բացահայտելով, ներքին աշխարհը բացահայտելով, որը մեր մեջ աստվածային է, էլի, Աստծուն մեր մեջ պիտի մանկանք ու գտնենք, այդ հենց գտնելու ճանապարհին ինչ արտաքին գործողություն ենք անում, ինքը երջանիկ լինի։ Ինչքան է դժվար է մարդիկ, ասենք ես հաճախ տաքսի եմ նստում, տաքսի վարորդները հա բողոքում են, հասկանանք իրանց կյանքից են բողոքում։ Իրանք երբ որ բայց մեկ եղել են վարորդներ, որ իրանք շատ երջանիկ են զգացել են, որ իրանք քշում են իրանք ես միշտ խոսացնում եմ, իրանք բավարար երջանիկ են դրանից կամ այդտեղ պիտի հասկանան, որ իրանք ինչ գործ անում են, որ իրանք սիրով անեն, տեսնեմ, որ շատ երջանիկ են։ Թեկուզ ամենադժվար գործը, որ իրանք անեն, շատ երջանիկ կլինեն, էլի։ Որտու մարդիկ սիրով չեն անում գործը իրանք, սիրով սեր չկա իրանք մեջ, ցամարքել այս սերը որ գտնեն ամեն գործողության մեջ, անսահման երջանիկ։ Մյուս մարդիկ կարող մեկին համբուրեն, բայց առանց սիրով, ու էլի երջանիկ չզգան, մենակ գիրք զգան։ Այսինքն կարող մարդիկ գիրք զգան, բայց երջանիկ չլինի բացարձակ, էլի դրանք տարբեր բաներ են։ Այսինքն ինքը երբ որ սիրով ամեն ինչ անում է, ինքը շատ ինքնաբավության է գալիս, երբ որ սիրով մեջ է այդ իր գործողությունը, այսինքն մարդկանց ոնց բացատրել, որ ինչ անում եք ամենափոքր բանը, ճաշ եք եփում, պատին նեղ եք խփում, թեկուզ այդ չանկուչի ձեռին է խփում, բայց սիրով արեք, էլի, դժվար ցավի մեջ է, որ սիրով անեք, տեսնենք, որ ինչքան երջանիկ է։ Մենք որ քիրուրգը սիրով մարդու իրադարձություն անի, տեսնենք հիվանդը ինչքան լավ արել են, լավ անում, վերականգնվում, պրոցեսները լավ են գնում։ Այսինքն կյանքերը փրկվում, որտեղ ուրիշ տեղեր չէ հնարավոր չէ պետք է փրկվում։ Դրանք է մարդիկ որ տեսնեն ու սիրով անեն, ինչքան կարան իրանք աշխարհը վերապրել։ Դենց էլ եթե կառավարության աշխատողները իրենց գործում կարող չի ինչ գործ անում։ Սիրո մեջ անեն, ոչ թե ուրիշ տեսանկյունից, շահի տեսանկյունից մոտենան այն սիրո, մարդիկ որ գործի են գնում, չմտածեն, որ շատ իշքան են գումար աշխատելով, այլ մտածեն իշքան մենք կարանք այսօր սեր դրսևորել իմաստություն։ Որ տենց մտածեն, դե իհարկե աշխատավարձը պետք է որ իրանք կենցաղապավեն, աշխատավարձը ավելի բարենպաստ կգա ու իրանք ավելի երջանիկ կլինեն։ Երբ որ խոսում եք, մի տեսակ զգում եմ, որ այդ շատ դժվար ճանապարհ է սիրով այդ ամեն ինչ անելը։ Ոնց ունենալ, ոնց որ չգիտեմ ինչ բառ ասել, խիզախությունը, որ ամեն ինչը կարողանալ սիրով անել։ Դա շատ հեշտ է, տենց ոնց որ անսեր անել, իրոք դա շատ մեխանիկորեն ու չներդնելով ոչ մի բան քո սրտից, բայց սիրով շատ դժվար է անել։ Որտեղից գտնել այդ սերը, որտեղից։ Պետք է մարդը ինքը իրան բացահայտի, դրան պետք է գնալ կատարելության զարգացման, գնա ներքին զարգացման։ Ասենք մարդիկ գնում են կրոնին հակում են, բայց կրոնը զարգացում չի տանում, իրանք պաշտ
տանունքի երևույթ է, որտեղ Աստված ինքը պաշտպանում կա ու կաստուծում ողորմություն անում սեր։ Բայց դա պետք է հասկանա, որ ինքնազարգացումը, որ ինքը գտնում Աստծուն իր մեջ, ու ինքը ոչ թե ողորմա սեր, այլ սերը բացահայտում է, սերը իրականացնում ու ինքն է դառնում սիրո աղբյուրը։ Եթե մարդը չգնա հոգևոր զարգացման, ուղղակի մենակ կենցաղային երևույթներով ապրի, մենակ իր հաճույքներով ապրի, ինքը չի գտնի սեր, երջանկություն չի գտնի, ինքը մի հաճույքից մյուս հաճույքը կգնա, բայց երջանկություն չի գտնի, իրան կթվա թե ես ինչ-որ բան հաճույքի մեջ ինքը երջանիկ է, բայց հաջորդակ արդեն ինքը ոնց որ հիասթափվեց երևույթից, էլ ասենք շատերը ասենք փող են հաստատում, չգիտեմ, տարբեր երևույթներ, տարբեր լիքը տներ ունեն, լիքը երկրներ գնում են ման են գալիս, տարբեր ավտոմեքենա շատ շորեր են շատ, դրանց մեջ իշխանումը խրճում, եկա ինքնաբավություն չեն ստանում։ Նու այդ ակնթարթին ինչ-որ բան գալիս է, բայց հետո արագ բողում է, ու իրանք ոնց որ ինչ-որ դեպրեսիայի մեջ են, հոգեբանական դեպրեսիայով չեն կարող դուրս գալ այդ դեպրեսիային, ու մարդկության մեծ մասն է դրան է, որտեղ իրանք ուրիշ տեղ են փնտրում երջանկություն, իրանք փնտրում են երջանկություն, բայց չգիտեմ որտեղ փնտրում, այսինքն երջանկությունը մեր մեջ է, եւ որ մեր մեջ բացահայտում ենք, ամեն ինչից մենք շատ երջանիկ ենք, այսինքն ինքնաբավություն ենք ստանում, ոնց որ գերագույն ամեն գործողություն, գերագույն այդ բառը օգտագործեն արգազմի մեջ ենք գնում, ամեն գործողությունից, երբ որ մենք այդ սիրով ենք անում, ավելի բարձր արգազմ բերամապենք, քան սեռական արգազմը, ուղղակի մարդիկ մենակ սեռական ընկալում ունեն, չգիտեն, այդտեղ եթե մեր սեռական արգազմի եթե սիրով անում, բայց դեռ սիրով չեն անում, կրքով են անում, էլի, այսինքն եթե սեր լինի, իրանց ապրումը հարյուրապատիկ, հազարապատիկ ուրիշ կլինի, իրանք ուրիշ ձև աշխարհ արդեն կլինի, նույնիսկ այդտեղ գույները ամեն ինչ կփոխվի, ուրիշ տրանսային վիճակի մեջ կգնեն, էլի, բայց իրանք ուղղակի չգիտեն ինչ է սեր, էլի, իրանք ուղղակի արտաքին ապրումների, զգայարանների բավարարման մեջ են ընկնում, սերը բացահայտելով մեր մեջ աստվածային է, ունդեղ ասում ենք աստվածային է, որ այդ աստված սերը փող համարժեք են ու իմաստալից երբ որ մենք անում ենք, այդտեղ անսահման երանելիության, ներքին բավարարվածության, խաղաղության, հանգստության, անդորի ու երջանկության զգացում են գալիս, այսինքն երբ որ քիչ սկսում մարդը դրա մեջ շփվել, արդեն ինքը դրա համը վրա արվում է, իսկական երջանկության համը, ու ինքը արդեն դա ձգտում է, մինչև այդ համը չգիտեն, իրանք ինչ-որ օդից բան են ման, մի բան ման են, չգիտեն ինչ է, այդ բոլորը ուզում են երջանկություն, բայց մանել են, չգիտեն ինչ է, դրա համը չգիտեն, հենց համը իմանան, անցին մի քիչ արդեն ուրիշ ձև կփոխվի, նպատակը ավելի վեկտորը ճիշտ ուղղությամբ կլինի։ Այսինքն ով ճաշակում է, ոնց որ այդ աստվածային երջանկությունը, ինքը ոնց որ արդեն հասկանում է դրա երանելիությունը ու կտարբերի այդ սովորական հաճույքներից դա նաև։ Շատ կտարբերի, եթե կարող սկզբից ինքը չտարբերի, չհասկանա, ու սկզբնական վիճակում, բայց մի քիչ հասուն լինի, արդեն ինքը շատ կտարբերի, ու արդեն արտաքին հաճույքները տեսնի, որ մեկը ոնց կան բան չի, այդ բավարարությունը չեն տալիս, ինքնաբավ չի լինում, մենակ արտաքին զգայարանների հաճելություն, ասենք մարդկա, որ ասենք ուտելուց հաճելություն կա ստանում, ու դրանից ինքը տեսնի, որ ինչ-որ բան հայ ուզում ուտի, մեկը չի բավարարում, ինչի չբավարարում, որտեղ սեր չկա, որ սիրով սկսի մյուսը ուտելը, սեր կտեսնի դեռ, ինքը արագ կբավարարվի, ասենք 1-2 կտոր բավարարվում, այն չկա ինքը սկսում է ուտել, գնում է սատանարանն է բացում, ինչ-որ բան չի հիրիքում, ինքը դրա համար ուզում է մի բան դրանով փակել տեղը, բայց դրան ուտելիք չի կարա դրա բան, ասենք թե մարդիկ ասենք շոկոլադ են ուտում, որ հորմոն արտադրել, որ ինքնաբավ լինի, այդ երջանկության ժամանակ մեր բոլոր հորմոնները ակտիվանում են, այսինքն մի հորմոն չի արտադրում, բոլոր մեր գազային հորմոնն ենք, իրանք սկսում են ակտիվ արտադրանք տալ, մեր հորմոնային սիստեմը երջանկության ֆիզիոլոգիապես բոլորն են ակտիվ,
բժիշկները թվարկում են ես ինչ անում ես մեզ ասենք թե այս հորմոնն ակտիվանում ես մի գործողությամբ այն մի հորմոնն ակտիվանում ասենք ուտելիքից մեկն է սիրո զբաղվելուց մեկն է չգիտեմ ինչ որ ուրիշ հաճույքից մեկն է բայց դրանք առանձին այլ երջանկության ժամանակ բոլորը միասին են Այսինքն երջանկությունը նաև առողջության եւ գեղեցկության գրավական շատ հա երիտասարդության կամ երբ որ մարդը երջանիկ է ինքը առողջ է ավտոմատ բոլոր հիվանդությունները սկսում են ապակինվել երբ որ ինքը դժբախտան սկսում է հիվանդանալ փոխադարձ կապված երբ որ երջանիկ է սկսում է իր նյութական աշխարհին ավելի լավ վիճակի գալ եթե ինքը դժբախտան նյութականները սկսում քանդվել այսինքն փոխհարաբերությունները կողքիների հետ երբ որ ինքը երջանիկ է ավելի լավանում են երբ ներքին չկա երջանկություն իրանք հազիվ sense պահված են չկանդում են կամ կանդվում են էլի ինչ-որ զորով պահվում են իսկ ընտանիքը sense զորով են պահում որ չկանդում են մի բան ինչ-որ դզում չկան որ չկանդվի պահում են էլի ինչ-որ հանգամանքներով Մի քանի օր առաջ ոնց որ գիրք էի կարդում մի նախադասություն ինձ շատ հետաքրքրեց ոնց որ Ելենա երեխա ասում էր, որ երջանկությունը նաև լարվածություն է, լարման մեջ է, բայց լարում բառը հաճախ ենք գտնում ավելի յոգայի մասին գրքերում, ոնց որ բացատրեք դա։ Դե ես ինքս պատմեցի չէ, որ ալպինիստ է աշխատում, որ լարված վիճակներ էր, ոնց որ ես կյանքի վտանգ կար, դա շատ լարված էր, դու շատ դերնես, բայց կապություն դե իբր լարված վիճակում սիրով ես անում, էլի դա ապրում է գալիս այսինքն ֆիզիոլոգիապես բոլոր գերդերը սկսում են ակտիվանալ ու ներքին բոլոր գերդերի արտադրանքը դարձել է ֆիզիոլոգիական process, բայց ինքը հետևանք է, էլի ինքը առաջնային չէ։ Տենց էլ ասենք սամուրայը ռազմիկը, որ ինքը ռազմիկ է, ինքը լարված վիճակում է գտնվում։ Այդ լարված վիճակում ինքը էլի ներքին երջանկությունը պահում է իր բավարար վիճակն է, որ այսինքն մենք չհասկանանք որ sense կոմֆորտ վիճակում մարդը կարա երջանիկ լինի։ Թե կարող է կոմֆորտ վիճակում այդքան չլինի, ինչքան ինքը ավելի ընդհանրապես հանգիստը մենք հասկանանք մի լարվածություն դարձնել մյուս լարվածությունն է։ Որ մենք ուզում ենք ոչ մի բան չանենք, դեռ մենք հանգիստ չի դարձել, որ մենք լավ լարվում է։ Մեզ թվում է թե ավելի լավ է մի գործունեությունից մի ուրիշ գործունեություն փոխենք մի մկաններ աշխատում են, ուրիշ մկաններ աշխատում են, մենք աշխատացնենք, ասենք, թե այսինքն մի լարվածություն, ուրիշ լարվածություն վտանենք, դեռ օրգանիզմը շատ էֆեկտիվ ավելի հանգստանում է։ Ու դրա համար, ասենք, թե նույնիսկ հոգևոր մարդը յոգա, ասենք, թե քնում է մարդը, բայց ինքը գնում է աշխատանքի, որտեղ գնում է իրազների անուր աշխարհներ, որտեղ ինքը ակտիվ գործողության մեջ է։ Այսինքն մեր ընկալման երջանկությունը այստեղ մաքսիմալ թույլատրած վիճակն է, որ ոչ մի բան չի, բայց նաև երջանկություն կարող լինի, որ մենք ընդհակառակը մենք հնարավորին չափ ուղղորդված ու կենտրոնացած ենք կարող այդ ժամանակ երջանկության մեկ մարդիկ մտածում են մեդիտացիան sense մաքսիմալ մենակ թույլատրելն է։ Չէ, մեդիտացիան շատ դեպքերում շատ ուժեղ կենտրոնացնելն է։ Մեդիտացիան շատ դեպքերում ոչ թե թույլատրելն է, այլ ինքնագիտակից լինելն է։ Պարտադիր չի թույլատրել ամեն ինչ լինի։ Այսինքն երջանիկ վիճակը դա նաև ինքնագիտակից վիճակ է, որտեղ կարա ոչ միայն հանգիստ վիճակ լինի, այլ նաև լարված վիճակ լինի։ Ու մենք ավելի շատ օրվա մեջ լարված վիճակներում ենք գնում, քան հանգիստ վիճակում։ Ու նույնիսկ հոգևոր իրանքները նույնիսկ գիշերն են լարված վիճակում, որտեղ գիշերն են ինչ-որ գործունեություն են եւ պայքարում են, մշտական պայքարի մեջ են գտնվում։ Ու իրանք մշտական պայքարի մեջ, բայց իրանք երջանկությունը չեն ուղղում։ Պայքարի մեջ էլ երջանկության այդ էներգիայով են պատկանում, որտեղ այդ երջանկությունը հաստատում են, իրանք անկում կապրեն։ Սերը բացող են անկում կարասիկ են նույնիսկ պայքարում են, բայց սիրո մեջ լինելով։ Ու նաև այնտեղ մի բան էլ կար, որ նաև երջանկությունը
Չկա երջանկություն այնտեղ, որտեղ գեղեցկություն չկա։ Ինչ գեղեցկության մասին էր, ոնց որ ասում Ելենան երեխան։ Այդ գեղեցկության ընկալումը մենակ համադասարեցին բերում են գեղեցկությունը կփրկի աշխարհը, նկարել երեխան բերում են որ գեղեցկության ընկալումը կփրկի աշխարհը։ Գեղեցկություն ընկալումը մեզ բերում են մեր աստվածային բնույթին։ Այսինքն երբ որ մենք գեղեցիկ կարող ենք ընկալել, գեղեցիկը տեսնում ենք, մեր մեջ մենք տալիս ենք սիրո։ Գեղեցիկը տանում է դեպի սիրո, այսինքն մեր դաշնակության և սիրո ընկալման։ Հենց մենք գեղեցիկ ինչ-որ երևույթ ենք դնում, իանում ենք այդ գեղեցիկը մեր մեջ սերն է զարթում։ Եթե սերը չի զարթում, մենք գեղեցիկը չենք կարող ընկալել։ Այսինքն մենք գեղեցիկ ասենք բնության մեջ լիքը գեղեցիկ մարդիկ են կամ փողոցում կանգնում լիքը գեղեցիկ կանայք ու տղամարդիկ կան, բայց մեծ մասը չի նկատում դա, որովհետև իրենք սիրո մեջ չեն, հենց սիրո մեջ ենք կնկատեն ինչ գեղեցիկ է ամեն ինչ, ամեն կին յուրինակ շատ գեղեցիկ օրական որակներ ունի ու շատ երբ որ ինքը սիրո բալեցված դա կարող է նկատել, իսկ հենց որ դա նկատում է, դա նպաստում է, որ իր մեջի սերը ավելի ուժեղան, այսինքն ավելի կոթկային գնա դեպի ինքը սիրոն ու ավելի երջանկության զգա, այսինքն այն հեքիաթներում կա չէ, որ գեղեցկություն բերում ասում նստեմ ու կշտանամ, նայեմ ու կշտանամ, կշտանալու զգացումը բավարարության զգացումը մասին է, որ այսինքն որ իր մեջ սերը կա, ինքը գեղեցկությունը կարող է ընկալել, որտեղ եթե սերը չկա, չի կարող ընկալել գեղեցկությունը։ Դենք նույն մարդուն, երբ որ դուք ջղայնացրտեք, կարեք ինձ հետ նկատեք, նույն ձեր երեխային, բայց երբ որ դուք սիրով եք լսել, դուք իրեն շատ ուրիշ ձև եք ընկալում։ Այսինքն որ գեղեցկությունը նկատում եք, ձեր մեջ այդ սերն է, սիրով եք ընկալվում, գեղեցկությունը սերը ավելի շատ անում է։ Սերը ավելի ծշում ավելի գեղեցկությունը կարող է ընկալել, դրանք ոնց որ փոխադարձ լազերը ոնց աշխատում, օղակի նման գնում ու ավելի շատանում մեկը սնելով, տեսնում եք աշխարհի այդ Պիկմալյոնը, որ տեսավ իր քանդակի գեղեցկությունը, այդ տեսավ ինքը ներքին իր սերը, ինքը նկատել էլ ուրիշներ չէին նկատում կատարելությունը դա։ Հենց այդ ցանկացած մարդ, որ սիրահարվում է, իր համար այդ սիրահարված իր օբյեկտը ամենագեղեցիկն է։ Իսկ մարդը, որ ինքը ոնց իր մեջ աստվածային սերը գտնում է, ինքը տեսնում է, որ բոլորն են ամենագեղեցիկը, բոլորը յուրինակ գեղեցկության մեջ են ունի դաշնակցության։ Ինքը մարդիկ չեն գտնում, յուրինակ չափանիշներ են տվել, որ հեսա գեղեցիկ է։ Եթե տեսնենք բոլոր աստվածային իրանքներ են, բոլորը անսահման գեղեցիկ են, ուղղակի մեր գաղափարներ չի տալիս, որ դա մենք ընկալենք։ Համաձայն բոլորի մեջ կարան անսահման գեղեցկություն տեսնել, երբ որ ինքը տեսնում է գեղեցկությունը, դիմացինի մեջ սերը զարթնում է, գեղեցկությունը եթե մարդու մեջ է, եթե գեղեցկությունը նկատենք, իրան իրոք գեղեցկությունը կա, որտեղ գրքերի մեջ իր մեջ սերը զարթում է ու փոխադարձ գնում գալիս ոնց որ էներգիաների փոխադարձ էներգիա փոխանակում է գեղեցկության նույն սիրո սեր գեղեցկություն նույն գաղափարներ ասենք դրամատիկային մեջ արտնականություն տեսնի դա գեղեցկության արտահայտման ձև է արտնականությունն էլ դա գեղեցկության ուրիշ ձև է ասենք նազելություն քնքշություն համայնք գաղափարնոց մեծ արտնականություն ու շրջություն դրամատիկ մեջ տեսնում, բայց էլ դա գեղեցկության արտացոլություն, այսինքն դրամատիկանոց մեջ ինչքան գեղեցկություն է տեսնում, լեգիտիմություն քնքշություն, ինել դրանցին իր մեջ արտնականություն տեսնում, փոխադարձ իրար սնում են, ինչև իրանց աստվածային է։ Այդ իհարկե կատարած զրկերի, հասունացած զրկերի, երևանցիների մեջ է, բայց կարող է հեղինակին, այսինքն այդ գնալով իրար ավելի խորք տեսնեն, ավելի գեղեցիկ ու հմայիչ տեսնեն իրար, մեկը մյուսին արտնական, մյուսին ու կին դրամատիկ հարաբերություն։ Այդ ցանկացած էակի հետ դա կարելի է լինել, այսինքն երեխայի հետ ցանկացած բառը չի լինել երեխային ամեն ինչում կարելի է ասենք բեմում հարաբերություններում դա կարելի է իսկ դա ամենամակրո հարաբերությունները մարդիկ մենք մտածում են դա կարող է երկրորդ բան լինի երկրորդ դա իրանց մտքերը քան բայց երբ որ սերը կա ու գեղեցկություն անկանում դա ինքնամաքրման process է տեղ ունենում այսինքն ամեն ինչից մաքրվում է
բոլոր կերպից քաղճից ամենի դուրս են գալիս մարդը վեհացված էին նավալ սերը մանկրով գեղեցկությունը մանկրով որակ ունի մեզ նավալ մարդիկ են թանգարաններ նկարներ գեղեցիկ են տալելու որ ինքնա մանկր են Իսկ դերերքում կան մի բան որ գեղեցիկ չի Երբ լուկտացիաներ կան, ինչ աստուց դուրս է գեղեցիկ չի, չարը աստուց դուրս է, մեկ իհարկե կա փիլիսոփական կատեգորիաներում, տենց լիքը սրբերի մոտ տարբեր գրումներում զրույցներ կան, որ չարը աստծու մեջ է, թե չարը դա աստուց դուրս է, թե աստծու մի մասն է, չարը աստուց դուրս է, որտեղ չարը դարել է, որ աստուց դուրս է եկել, էլ աստծու մաս չի։ Ну, այդ կատեգորիայում մենք մոտենանք Իսկ ինչ աստծու դուրս է, ինքը գեղեցկից դուրս է, այսինքն չարը գեղեցկից դուրս է, ինքը կարող է համայնք ունենա, բայց գեղեցկություն չունենա, դրանք տարբեր բաներ են, այսինքն ինքը շատ չարը շատ ուժեղ գիտք ունենա, համայնք ունենա, բայց գեղեցիկ չլինի։ Այսինքն նաև կարող ենք ասել, որ սեր չկա, որտեղ սերը չկա, դրա համար իր մեջ բացարձակ չար ասելով, ասում են, որտեղ բացարձակ սեր չկա, սերը միաժամանակ փակված է, ոչնչացված է։ Քանի որ բարիների դեպքում, ոնց որ ասեցիք, սերը ու գեղեցկությունը կարող են ոնց որ բացել նաև դիմացինին, այս դեպքում նույնիսկ արտաքին գեղեցկությունը ոչ մի դեր չի խաղալ, չի կարող բացի դիմացինի սիրտը։ Սիրտը չի բացի։ Դիմացինի տարապանքի կտանիշն ավելի։ Ինքը մարդիկ ոչ սիրտը չի բացում, ավելի շատ տարապանքի են տանում, հենց դա որ շատ չարան ներխուժել։ Շատ լավ է, այստեղ չեմ կարող չհարցնել, ինչ դեր են խաղում հոգևոր ուսուցիչները երջանկության ճանապարհին մարդու։ Հոգևոր շատ տարբեր կատեգորիաներ կան, ես կարամ ասեմ նրանց համար, որոնք աստվածային սերն են բացում, հիմնական այդ ուսուցիչները, որոնք ամենակարևոր դերն են խաղում, իրանց այդ աստվածային սերը բացելու իրանք մարդկությանը գեղեցիկ կապում են բացում, ու տանում են դեպի երջանկության, միայն այդ ուսուցիչներն են տանում երջանկության, որոնք ինչ-որ զարգացումների աստիճաններ են տանում, դրանք դեռ երջանկություն չի։ Դուք էլ հաստատ ուսուցիչներ ունեցել եք, կարող եք հիշել ինչ-որ մի բան, որ երջանկության հետ կապված ինչ-որ մի խոսք իրանցից, որ հիմա կուզեք մեզ փոխանցել։ Կամ երբ երջանիկ եք զգացել իրենց ներկայությամբ, կամ ինչ-որ մի փորձ։ Մի հատ փորձ ինձ կար, իմ ուսուցչի հետ, ես իրար լեզուն չգիտեի, թարգմանիչի միջոցով էինք շփվում, ու ինքը ուզում էր մի բան ինձ ասել, որ թարգմանիչը չհասկանար, բայց թարգմանիչը թարգմանի, ու ինքը հետաքրքիր սենց տակտիկա արեց, ասենք հիմա զրուցում էինք իրենք, ինքը ինչ-որ մի բան ասեց թարգմանիչի միջոց, հետո ինքը ուրիշ զրույցի մեջ ուրիշ բան ասեց, երրորդ զրույցի մեջ ուրիշ բան ասեց, չորրորդ զրույցի մեջ ոնց որ ամփոփել։ Թարգմանիչը չկարողացավ այդ բոլոր թելերը կապել։ Ես այդ թելերի կապելը, որ ինքը չէր ուզում որ թարգմանիչը հասկանա ինչ ասում, որտեղ մի քիչ գաղտնի բան էր, թարգմանիչը նախանցքան ինքը այդ թելերի կապույտը երբ որ ես գտա, որ նայեց իր աչքերին, ինքը նայեց իմ աչքերին, պայլատակեց մեր աչքերը, ինքը հասկաց, որ հասկացար, դե ինչ էի ասում, ես էլ ասեցի, որ ներքուստ հասկացա, ուտեղ շատ ես ինքնաբավ երջանիկ զգաց, ես էլ առավել ևս երջանիկ զգացի այդ մեր խոսակցությունը, որտեղ գաղտնի բաներ են ասում, բայց քանի որ լեզուն մենք չէինք կարող շփվել, այն լեզվով ինքը ուրիշի միջոցով, բայց ուրիշը բացարձակ դա բան չհասկացավ։ Այսինքն ինքը տարբեր մեթոդ կիրառեց իմաստալից, որը կարար մեկը ոչ իմաստուն աշակերտը մոռանար, որ այն սկիզբը սրան էր վերաբերում նրան, թելերը չկարողանալ կապել, իսկ նրանց մի քանի օրում էր դա տերմինում, նորմալ չէր խոսակցությունը։ Մի քանի օրվա մեջ, բայց ինձ թելերը կապեց ու այդտեղ ես իրան շատ երջանիկ զգաց, որ ես հասկացա, ինչ ուզում են ասել, ես էլ առավել ևս որ
իր այդ աչքի փայլը տեսել ժամանակ գիտե դոս հասկացա ես դիտի շատ հասկացա սակավեցի դերը այդպես շատ օրգային գիտելիք է փոխանցում որ պետք է որ ուրիշի համար Երբ որ հիմա պատում եք ու խոսում եք, ես ոնց որ այդ նույն ձև զգում եմ, թե ինչ երջանկություն է իսկապես այդ պահին այդ ձեր դաշտում ոնց որ եղել երկուսի ներկայությամբ, մտածում եմ, որ երջանկությունը կարող է փոխանցվի, ես ինձ երեք փոխանցվեց ձեր այդ երկուսի երջանկությունը, շատ իրենք շատ հաճելի փոխան, այսինքն կարելի է երջանկություն նաև փոխանցել Իհարկե որ դու երջանիկ ես, դու կարող ես այդ էներգիան, այդ զգացումը սիրո միջոցով փոխանցել ուրիշներին, ուրիշներն երջանկանան։ Ծաղիկը, երբ որ ամուսինը կամ սիրված տղամարդը իր կնոջն է նվիրում, երբ որ դեռ ինքը դրա մեջ ներդրում է իր սիրո էներգիան, այդ կինը վերցնելով այդ ծաղիկը երջանիկ է իր զգում։ Եթե ինքը սիրո էներգիա չի դնում, ինչ որ ապրում ունենում է, բայց այդքան երջանիկ չի զգում իրան։ Իրանք շատ ուժեղ բավարարված ու երջանիկ են զգում։ Այսինքն, երբ որ մենք ինչ որ գործողություն անում ենք ու մեր մեջ այդ սիրո էներգիան ներդնում ենք, կարող ենք մաքսիմալ անկեղծ լինել այդ աստվածային էներգիան դասավորվի, որտեղ Աստված մեր միջոցով է դասավորվում այդ ժամանակ, որ թույլ տանք, որ մեր էգոն ոնց որ ու գաղափարներ բաց թողենք, որ այդ ժամանակ աստվածայինը մեր միջով դրսևորվի անսահման, ու մեր միջով դա իրականացի։ Այսինքն նույն կարանք ամենաբան անշուք իրն է, ասենք օրինակի համար, սա բյուրեղ է, որ սա է սենց նայելով հենց բան չի, բայց որ մեջ են ոնց որ մեր սիրո էներգիա դրանք ինքը անսահման շրջապատին երջանկություն կբերի իր էներգիան ինքը ուժեղացնի ու երջանիկ։ Այսինքն նույնիսկ դիտելով այն մարդը, որ հիմա այս հաղորդությունից բյուրեղին ինչ-որ մարդիկ նայեն, իրանք ինչ-որ բան իրանց լավ կզգան, ինչ-որ բան կվերափոխվի, որտեղ մենք ստեղ սիրո էներգիային փորձում իր մեջ ներդնել, որը մեզնից չի ծնվել, Աստծուց է դա եկել, ուղղակի մենք փոխանցի չենք դա առաջանում, այսինքն մենք ոնց որ մանուկի պես չենք գաղափարներ մտցնում, փորձում ենք այդ էներգիան փոխանցենք ուղղակի ոնց կա, Աստծուց ոնց կա, ուղղակի փոխանցում է, որ այդ սկրստալին նայողներն էլի իրանց գեղեցիկը կընկալեն, ու իրանց ներմեջ սերը կզարթնի ու ինչ-որ երջանկություն ապրում կունենան, հետո ավելի գեղեցիկ կընկալեն, և այդ փոխադարձ կլինի այս բյուրեղին նայողները։ Այսինքն երջանկությունը փոխանցել կարելի է ոչ միայն մարդկանց, այլ նաև առարկաների, ձայների, ասենք հիմա ձայնագրությունը դա լինելու, մեր ուսակցությունը ձայնագրությունը դա, և այս ձայնագրությունը YouTube-ում ովքեր նայել են, ինչ որ իրանց մեջ վերափոխում է տեղ ունենալու, իրանց ներքին աշխարհը պարզ բառեր եմ ասում, բոլորին հասկանալի, բայց իրանց սրտում ինչ որ բան վերափոխվել է, իրանց սիրտը բացվել է, իրանք կարողանալու են գեղեցիկ ընկալել, գեղեցիկ զգացումը զգալ ու սերը զարթնի, կտենան որ ինչ որ մեկի նկատմամբ թեկուզ զարթնի, դա մեծ քայլ է չմոսում ամեն ինչի, կամ քիչ ինչ որ մի փոքր երևույթի նկատմամբ իրանց մեջ դες սիրո զգացումը զարթնի, գեղեցիկի զգացումը զարթնի, արդեն իրանք երջանիկ են, իսկ եթե արդեն բավարար է ասենք քանի մարդ նայի, եթե քննադատությամբ չնայեն, ասինքն փորձեն ընկալել, զգալ, բացելեն, իրանք արդեն երջանիկ կզգան, եթե երջանկությունը իրանց տանել շրջապատին կվերափոխվի, եթե իրանց տանը երջանկությունը կա, առողջություն կգա, լիություն կգա, ինքնաբավություն կգա, հաջողություն կգա եւ այլն։ Ընտանիքներն էլ եթե երջանիկ լինեն, երկիրը կլինի երջանիկ կլինի։ Եվ ցավոք սրտի հիմար հաղորդումներ շատ ավելի շատ են նայում, քան օրինակ մեր հաղորդումները, որտեղ թվում է թե ինչին է պետք, շատ չնչին մարդիկ են դիտարկում մեր հաղորդումները, շատ ավելի քաղաքական բաների հետևից եւ ինչ-որ անկապ բաների հետևից են տուն, որտեղ սեր չկա, դրանց հետևից են գնում, դրա համար իրաց մեջ էլ ասում են սեր չկա։ Բայց փոփոխությունները միշտ անում են փոքր մասաները։ Առաջիկա աշխարհի միշտ փոքր մասերն են անում։ Բոլշևիկները շատերը քայլ չեն անում, իրանք մենակ անկման են տանում ամեն ինչին։
Դուք մի լավ հոդված եք դրել, որ մի մարդու դրական էներգիան ինչքան կարա փոխի ամեն ինչ, ու եթե ինքը նաև շատ զարգացած էակ է, ոնց որ կարա ավելի մեծ փոփոխություններ առաջացնի, ամբողջ մոլորակի կյանքը կարա փոխի նույնիսկ։ Դե ոնց որ Քրիստոս եկավ իր գործունեությամբ ամբողջ մոլորակի աուրան փոխեց, վերափոխեց, ոչ թե խաչելություն էր, իր գործունեությունների մարդիկ սխալ ընկալում ունեն, մտածում են խաչվեց դրա համար փոխարկվեց, ոչ էդի հայ անկում ընկած էակներն են հորինել էդի, որ խաչվեց դրա համար, ոչ զորով ստիպված սպանել են խաչելության միջոցով, այլ իր գործունեությունը մինչև խաչվելը փոխեց աշխարհը, ու իր մեջ նույնիսկ խաչի վրա սեր կար անսահման, որ դրա համար հետո վերատրանսֆորմացվեց լույսի աստվածային որակի վերափոխվեց, բայց այստեղ իր գործունեությունն է վերափոխում ամբողջ աշխարհին մի հատ իմպուլս եկավ, որը վերափոխվեց եկեղեցին կրում մեղքերի խավություն են աներով, այսինքն դա վերափոխվածության մասին աշխարհի մթագնած երևույթները միան փոխվեց, ասես լույսի, գեղեցկության, սիրո ալիք աշխարհում պատտվեց ու վերափոխվեց։ Նույնիսկ մենք մոտ մի փոքր զրույցներ, որ մենք հիմա իրականացնում ենք երջանկության մասին, ովքեր լսում են իրանք են վերափոխվում, որ իրանք չնկատեն, բայց որ լսում են, տեսնեն իրանք ներքին աշխարհում շատ ուժեղ վերափոխում է տեղ ունենում, գեղեցիկի զգացումը զարթնում է իրանց մոտ, սիրո զգացումը զարթնում է, իմաստալից են կյանքին սկսում ուտենալ, ու ամեն ինչի մեջ սկսում են ամեն ինչի վրա սիրահարվել, ոնց որ պատանին ոնց որ տեսնում է սկզբից սկսում է սիրահարվել, այդպես վիճակ կարող կան իրանց մոտ։ Այսինքն Քրիստոսին կարող ենք ասել օրինակ երջանկության մարդիկ։ Իհարկե հենց Քրիստոսը, Բուդդան, Պլատոնը, Լաոցին, Կրիշնան, Զարաստրը եւ այլն, նույնիսկ բոլոր հերոսները երջանկության մարդիկներ են եկել են, որ երջանկություն բերեն մարդուն, անկում այն վիճակից դուրս հանեն, սերով երջանկություն բերեն։ Երջանկություն բառը շատ է օգտագործվում հոգևոր եւ գրականության մեջ եւ ոնց որ հոգևոր աշխարհում, ուզում եմ որ մի քիչ էլ Շամբալայի մասին խոսեք ու ասեք ինչ է նշանակում հենց Շամբալա բառը։ Շամբալա, եթե թարգմանեմ, մի քիչ այս կոմենտում թարգմանություններ կան, երջանկացնող երկիր, որտեղ երջանկացնում, այսինքն երկիր, որտեղ ովքեր գնում են Շամբալա, որ երջանկանան, որ հպվում են Շամբալայի հետ, երջանկանում են, այսինքն որ շփվում է Շամբալայի հետ, իր մեջ աստվածային զարթում, սերն զարթում, երջանկանում է, այսինքն երկիր, որտեղ մարդկանց երջանկություն դա, այս երկրի վրա երջանկության ակունքը Շամբալան է, հենց այդտենց էլ է բառը Շամբալա, երջանիկ լինելու երկիր, երջանկացնող երկիր, մարդկանց երջանկություն տվող երկիր, ու կարելի է այդպես թարգմանել երջանիկ լինելու արվեստ, որտեղ դա արվեստ է, որտեղ արվեստ, որտեղ մարդիկ մեխանիկական ինչ-որ գործողությունները ոչ մեկ երջանիկ չի լինի, արվեստն է, որ դու արարում ես երջանկությունը արարման պրոցես է, որտեղ երբ որ մենք աստվածային սիրուն ենք անում, ինքը արարման պրոցես է, աստվածային ամեն ինչ արարման մեջ է գտնվում, ինքը մեխանիկորեն ոչ մի բան չի լինում, մեխանիկորեն ինչ-որ բաներ չկա, որ սենց անես, կսիրես, սենց անես, երջանիկ լինես, չկա այդպես բան, արարման պրոցեսը դրա համար արվեստ է դա։ Երջանկությունը, այսինքն ինչ-որ տեսակի պատասխանատվություն էլ է ենթադրում, լուրջ աշխատանք։ Պատասխանատվություն այն իմաստով, որ մարդկանց վերափոխում ես, մարդկանց այդ հին գաղափարները քանդվում են, իրանք ուրիշն են դառնում, իսկ մարդիկ չեն ուզում ուրիշ դառնան, իրանք ուզում են մնան են հին, հոտած, դժբախտ վիճակում, դրա համար ովքեր փորձում են փոխել մարդկանց, իրանք բռնանում են դրա դեմ, Քրիստոսին ինչի խաչեցին, Ջորդանաբրջանային վառեցին եւ այն դրա համար, որ իրանք ուզում են մարդկանց երջանկացնել, իսկ մարդիկ չեն ուզում դա, բռնանում են դրա դեմ։ Թվում է, որ շատ բնական է, պետք է բոլորը ուզեն երջանիկ լինել, ուզում են, բայց ով որ քարեր անում, որ դա անեն, դրա դեմ են դուրս գալիս,
որովհետև ինչ-որ ինստինկտային անկումային երևույթներ կան, որ իրանք ավելի լավ են իրանք դժբախտ կամֆորտ վիճակում զգում, քան երջանիկ վիճակում։ Դրա համար այն առաջնորդը, որ իրանք իրանք դժբախտացնում ավելի շատ դրա հետևից են գնում, ոչ թե իրանք երջանկացնում։ Այսինքն նորից գալիս է ոնց որ այդ խիզախության գաղափարին, որ արիությունը պետք երջանիկ լինելու համար։ Քարություն, արիություն, համարձակություն, հերոսությունը պետք է երջանիկ լինելու։ Դա համար հերոսի ճանապարհը քիչ են ընտրում։ Իսկ դրթատ ինչ տարբերություն կա ներքին լռության եւ երջանկության միջեւ։ Նայեք, երբ որ երջանկություն է գալիս, հետո գալիս է ներքին խաղաղություն, հանգստություն ու լռություն։ Արդեն քո ակտիվությունները ավելորդ են դառնում արտաքին։ Եվ գալիս ես ինչ-որ երանելի վիճակի։ Երանելի վիճակից հետո է գալիս լռությունը։ Ինքը երանելի վիճակի գագաթնակետն է լռությունը։ Նո յոգայում ասում են սամադհի վիճակ, ինքը սկզբից երանություն է սամադհին, հետո դրանից հետո է գալիս, որ ներքին անսահման խաղաղության մեջ է զննում ու լռության։ Երբ որ քրիստոնեության մեջ ավելի շատ օգտագործվում է այդ երանի բառը, դա այդ երանելիության հետ կապված է։ Երանի բառը։ Որ երանի աղքատներին, ոնց որ երանի Ստամա քրիստոնեության մեջ ուղղափառ եկեղեցում հաճախ օգտագործվում է ուրախություն բառը, ուրախություն բառը։ Սրտի ուրախություն։ Այլ որ ուղղափառ եկեղեցում հաճախ իրանց ծիսակատարության ժամանակ եթե կրկնում են ուրախությունը, ռադիսը, այդ բառն է կրկնում ուրախությունը։ Այդ ուրախությունը կապված է երջանկության հետ։ Մեկը ռուսերեն բառ կա բարեբերություն, ռուսերեն բարեբերություն թարգմանենք, իսկ ռուսերեն բուլագադայց բառն է, որ էլի երանության հետ է, էլի երբ որ աստվածային բարեբերությունը կամ այդ ռուսերեն բուլագադայցը որ ուղղակի թարգմանում քիչ հայերեն ուրիշ բառ կարող է թարգմանեն, որ հասկանան ինչ է, որ իջնում է մեր վրա, սուրբ հոգուց այդ որ իջնում է դրանից հետո գալիս է երջանիկ վիճակը, երբ սուրբ հոգին իջնում է մարդու մեջ, դրանից հետո գալիս է երջանիկ վիճակը։ Իսկ երբ որ նշեցիք այդ խորը լռությունը, երբ որ գալիս է, այդ դեպքում եսի սահմանները ինչ են լինում։ Դե նույնիսկ երջանիկ վիճակում էլ մարդու եսի սահմանները սկսում են քանդվել։ Ինքը որտեղ երբ որ երջանիկը ինքը եսի սահմաններ չունի, ինքը ազատ է, ազատության հետ է կապված, եսիս ազատությունը սահմանափակում է։ Դա համար այն խորքային երջանկության ժամանակ եսի սահմանները քանդվում են։ Այդ դեպքում ոնց որ ով ազգում այդ երջանկությունը, եթե եսը չկա։ Երջանկությունը զգում է մեր աստվածային բնույթը եւ նաեւ այս մեր անձինը փոխանցում։ Փոխանցիչը, որ մենք կարողանանք զգալ ավելի ոնց որ նյութական պլանում ընկալենք երջանկությունը։ Այսինքն այդ նաեւ սրտի խաղաղությունը, անկեղծությունը, դրանք բոլորը երջանկության գրավականներ են։ Հա, կարելի է տենց ասել։ Երջանկությունը ոնց որ ագնի յոգայում դիտվում է նաեւ որպես մագնիս, որ ձգվում է ոնց որ հոգևոր զարգացումը առաջ է տանում։ Ինչ պայմաններում կարող ենք այդ երջանկությունը եթե դիտարկում ենք որպես էներգիա, ինքը դառնա ավելի կայուն էներգիա եւ ոչ թե ոնց որ ժամանակավոր, որ հաճախ մենք դե ժամանակավոր զգում ենք երջանկության բառեր։ Կայուն լինում է, երբ որ մենք աշխարհայացքը ձևավորված է, հստակ ունենք աշխարհայացք, հոգևոր աշխարհայացքը մեր ձևավորված ժամանակը կայունություն գալիս դեռ մինչև աշխարհայացքի հստակ ձևավորում չկա, կայունություն չկա։ Մեր ապրումը կարա մի օր էս կողմ լինի, մի օր հակառակ շատ ապրում ունենանք։
իսկ աշխարհազգի ձևավորումը արդեն բերում է նրան, որ մենք կայունություն են գալիս։ Կարա արտաքին հանգիմները շատ վատ լինեն, բայց երբ որ աշխարհազգը ձևավորված է հստակ, ու ինքը այդ աշխարհազգը իր մեջ է ձևավորված, ինքը հակում է այդ աշխարհազգին։ Այդ ժամանակ իր այդ երջանկությունը ավելի կայունություն է գալիս։ Իհարկե երջանկության կայունության գալը, ասենք հարաբերքում կան սրբության տարբեր աստիճաններ, ասենք բաժանում են 10 աստիճանի, սրբության կատարության աստիճաններ, այդտեղ կայունությունը, որ արդեն հետադարձ չկա մշտական կայունների վիճակում, այդ 8-րդ, 9-րդ, 10-րդ աստիճաններն են, որ ինքը այդ կայուն վիճակի է գալիս, այսինքն իր աշխարհայացքն շատ ուժեղ ձևավորված է, նաև դա կապված է մեր սրտի բացվածության, մեր իմաստության աստիճանից, այսինքն մենք ինչքան սեր և իմաստություն ունենք, նաև դրանից է փոխակապակցված, նաև դա կապված է մեր արժանինքների քանակից կամ կենսավոր էներգիան ինչքան է մեր աուրայում ակտիվ գործում։ Եթե ինչ-որ կրիտիկական մասսա հավաքել ենք ինք կենսավոր էներգիային, որ արդեն ոչ մի ուրիշ էներգիա չի կարա իրան խախտում անի, այդտեղ արդեն կայունության վիճակ է գալիս։ Այսինքն ոնց որ ատոմային ռեակցիայի մարկի կրիտիկական մասսա, բայց այդտեղ էլ մեր կայուն վիճակին գալու ինչ-որ կրիտիկական կենսավոր էներգիա գալիս, որտեղ համարվում արևելքում 8-րդ սրբության աստիճան, ասած նոն-սիմվոլիկ բառ օգտագործել, որտեղ ինքը համարվում է, եթե թարգմանենք հայերեն անապատի առույց, սիմվոլով առույցն է, որ ամեն ինչին հաղթած է, բոլորը ենթարկվում են բոլոր մեղքերը ու մթագնածությունները իրան, ու բոլոր չարքերը վախենում են առույցից, կենդանիները այդ սիմվոլով արդեն իրան ոչ մի իր ասասանությունից, անսասան վիճակից կրանի, 8-րդ աստիճանն է, դա համար կոչվում է կամ էլ կոչվում է, եթե ուրիշ ձև, կոչվում է հզորության աստիճան, սրբության, որ հզորությունը ինքան շատ է, որ ոչինչ իր աուրայի հզորությունը ոչինչ կտեղամեն անապատի առույցն ու դալվանում այդ սրբության աստիճանը դրվում, որ ինքը կայունություն եկել, այսինքն երջանկության ինքը կայուն վիճակ է, որ ոչինչ չկա, որ ինքը անկում կապրի դրանից դուրս կա այդ վիճակից։ Իր սերը մշտական ինքան արժանիք ունի, որ ոչինչ չի կարա իրան ներքև գցել։ Իսկ կան էակներ, որոնք հասել են այդ աստիճանին և ովքեր են։ Իհարկե կան, ովքեր են, դա մի քիչ ամեն մեկը շատ անձնական խնդիր է, ասենք թե անձնական, այսինքն ես կարամ ասեմ Քրիստոսի կյանքում, երբ որ ինքը այդ անապատից հետո, երբ որ ասեց որ Սատանան փորձում էր իրան, ու հետո ինքը ասեց, որ էլ իմ վրա իշխանություն չունես, այսինքն իմ հզորության էր ասել, որ այդ էներգիան է Սատանայի էլի վրա բացարձակ չէր ազդում, իր մտքերը ենթարկություններ չէին ազդում, այդ աստիճաններ։ Այդ ժամանակ Քրիստոսի հետո ինքը ավելի առաջ գնաց իհարկե, բայց այդ ժամանակ այդ աստիճաններ։ Նույն բանը ասեն Բուդդայի կյանքում եղել է, որ այնտեղ Սատանա չի մառանա, որտեղ փորձությունները իր աչքի հետ գալիս, ինքը այդ փորձությունների մեջ է անցնում, որտեղ իր վրա չի ազդում։ Այդ փորձությունը էլի այդ աստիճանը, որ իր չկարացավ իր մտքի կայունության վրա քամիների հետ չազդեցին։ Իսկ որ նշում եք կենսահոր էներգիա ու սիրո համակցությունը կամ տարբերությունը որն է։ Նայեք, կենսավոր էներգիան ինքը չեզոք է, սերը այդքան էլ չեզոք չի։ Այսինքն նայեք, կենսավոր էներգիան ինքը էներգիա է, որը ինքը չեզոք է, այսինքն իր մեջ կարա այդ էներգիան ունեն նաև չարը և բարի։ նայած որ կողորդի, այդ էլ ուզում ասեմ, ինքը էներգիա է։ Այստեղ իսկ սերը դա բարո կատեգորիա է, աստվածային կատեգորիա է, բարի ասելով աստվածային հասկանամ, չարի կատեգորիան ուրիշ է։ Դրա համար ասենք Հիտլերն էլ կենսահոր էներգիա ունեց, Ստալինն էլ, դրա համար լիքը մասսաներ իրաց հետևում էին,
ինքը հզոր էներգիա ունեն, այդ մարդիկ իրանց հետևորդներ շատ կային, ու հիմա էլ կան ինչ-որ առաջնորդներ, որ ուղղորդում են, որ հետևորդներն ինքը ինչ-որ էներգիա ունեն, բայց իրանք չարից են, վաղուց չեն, որտեղ իրանց ուղղորդվածը դեպի չարիքը հաղորդանում ատանում։ Այսինքն սիրո եւ կենսավոր էներգիայի միացությունը պիտի լինի, որպեսզի հասնենք այդ բարձրագույն Հա, երջանկության։ դրա միասնությամբ պետք է լինի սիրո կենսավոր էներգիայի ոչ թե մենակ սերը պետք է ամուր հզոր հիմքեր ունենա։ Իսկ այստեղ ինչ դեր է խաղում ոգեշնչումը։ Ոգեշնչում է, որ մենք խոսացինք աշխարհայացքի մասին, այդ ձևավորված աշխարհայացքն է տալիս ոգեշնչում։ Եթե մենք չունենք աշխարհայացք, ոգեշնչումը կարող է չունենանք ու մենք անգամ ապրենք։ Իսկ սերը որպես ոգեշնչման աղբյուր։ Նայեք ինքը ուղղակի սերը որպես ոգեշնչման էլի աշխարհայացքի ձևավորում պետք է լինի։ Աշխարհայացքի ձևավորումը բերում որպես սերը ոգեշնչման ասում, որտեղ եթե աշխարհայացք ձևացված չի, ինքը չի կարող որ այդ իր մեջ աստվածային ու միշտ ինքը կարա այդ հուրը աստվածային սիրո հուրը վառ մնա ինքը եթե չունի դրա անկալումը աշխարհայացք ձևավորված չի ինքը չի կարա դա բանանի։ Դե երբ որ ասում եք աշխարհայացք, դե տարբեր աշխարհայացքներ կարող են լինել։ Նկատի ունեք երևի ավելի դեպի հոգևոր հոգևոր աշխարհայացք ունենալ։ Հոգևորում են տարբեր մակարդակի աշխարհայացքներ կան, այդ այն աշխարհայացքը, որ ինքը հասկանում է, որ օրինակ Քրիստոսը հասկանում է, որ ինքը Աստծո որդին է, որ այդ առաքելությունը պետք է կանոնքն միակ իր նպատակի այդ առաքելությունը իրականացնելն ոչ մի բան չէր կարող ոչնդոտի, նույնիսկ խաչնել, սպանություններ իրաց չէր ոչնդոտի այդ առաքելությունը իրականացնել, որտեղ ինքը համբարձվեց նաև այդ առաքելությունը մինչև վերջ տարավ այդ համբարձումը ու նաև հետո վերադարձավ այդ համբարձված մարմնով ու իր շարունակեց ուսումը աշակերտների հետ Մարիամ Մագդալինի եւ աշակերտների հետ հանդիպեց ու 11.5 տարի ինքը սովորացրել աշակերտներին այդ առաքելությունը, այսինքն даже նույնիսկ մահը չի կարող կանգնեցնել ոչ մի բան, եթե ինքը աշխարհայացքը ձևավորված է։ Եվ եթե առաքելությունը ունի ոնց որ որպես միակ նպատակակետ, հա։ Դե եթե աշխարհայացք ունի, ուրեմն ունի նաև առաքելությունը։ Իսկ ոնց որ սովորական մարդիկ ոնց ձևավորել այդ ճիշտ աշխարհայացք։ Սովորական մարդիկ պետք է արժանիք հավաքեն, որ հիման վրա գտնեն ուսուցիչ։ Եթե չգտնեն բոլոր իրենց արժանիքները, բարի գործերն համար են, որ գտնեն հոգևոր ուսուցիչ։ Միակ բանը դրա համար է, ոչ թե լավ ապրեն, լավ հաց ուտեն, լավ տուն ունենան, արժանիքները նրա համար է, որ իրանք գտնեն հոգևոր ուսուցիչ։ Մենք գտնելի քիչ է, որ գտնեն, հասկանան ու նվիրվեն։ Որովհետև կարան գտնեն, բայց Քրիստոսին շատերը տեսան, բայց մերժեցին, տենց չի որ հասկացան էլի ինչ-որ մարդիկ, բայց շատերը էլի մերժեցին։ Այսինքն նվիրվել քիչ կային, ասենք Նիկոդիմը կարար դեռ փարիսեցի էր, գիշերները գալիս էր Քրիստոսի հետ վախում էր, այդտեղ ցերեկը գներ ինձ ու հակադրվում էր, այդտեղ որ ինքը պիտի նվիրվեն, այդտեղ կա որ ոչ մի խոչընդոտ իրանց պիտի չխանգարի, նույնիսկ կարան Քրիստոսին հանդիպեն, բայց չճանաչեն։ Չէ, կարան ճանաչեն, բայց մեկը իրանց վախերը տանի առաջ ավելի չնվիրվեն։ Դե այդ վախերի դեմ դժվար է պայքարել։ Դե աշխարհայացքի ձևավորումն է վախերի դեմ փոխվում։ Միևնույնն է գալիս ենք աշխարհայացքի ձևավորմանը, Աշխարհայացքի ամեն ինչի հիմնագետը առանցքը, դա ամենակարևորն է, որտեղ աշխարհայացք եթե չկա, թույլ է, օրինակի համար փիլիսոփայական զրույցներ երբ որ անում են, ես նկատում եմ ինտերնետում կամ տարբեր տեղ, տարբեր կրոնների միջև, օրինակի համար ոչ մի պետք է չնեղանալ իրականություն տենց է, փիլիսոփայական հիմքերը քրիստոնեության թույլ են, ու շատ տարբեր ուղղություն թույլ են, ու շատ ուղղություններ փիլիսոփայական բան կարող են հատել, հիմնական ուղղությունը փիլիսոփայական դա Արիստոտելի գաղափարներն են վերցած քրիստոնեության մեջ պետք է հասկանանք, բայց թույլ են այդ հիմքերը, որտեղ իրանց փիլիսոփայական միտքը թույլ է, դեռ չի ձևորված, իրանք մենակ հավատի վրա են դրել, բայց փիլիսոփայական գաղափար աշխարհայացքի ձևավորումը շատ ավելի կարևոր է, ու դա թույլ կարան սասան լինեն, կարան մուսուլմանությունը գա եւ հաղթի նույնիսկ իր փիլիսոփայություն կամ քրիստոնեություն, որտեղ ստեղ այդ միտքը դեռ ուժեղ չի ձևավորված եղել, չնեղանալ ոչ մի կամայք իրականություն կա
տենց է, դրա համար պետք է աշխարհայացքի ձևավորումը շատ կարևոր տեղ գրավի, ու նույնիսկ որ ուսուցիչ գտնելը, դա ուսուցիչ աշակերտ աշխարհայացքի ձևավորումն էլ տենց մի օր չի երկար ժամանակապետ, որ հստակ ձևավորվի այդ աշխարհայացքը, որ ոչ մի բան չկարանա քանդել այդ դրան։ Ֆանատիզմը էլի աշխարհայացք չէ, դա ամենաթույլ մոտեցումն է, որ կարող ամեն ինչ քանդի։ Ֆանատիզմի մասին չեմ ասում։ Իսկ դպրոցը, որ գործում է երջանիկ լինելու արվեստը, կարող ենք ասել, որ ոնց որ աշխարհայացք է ձևավորում որոշակի։ Հստակ ինքը այդ աշխարհայացք ձևավորելու համար է դպրոցը, այսինքն ինքը փիլիսոփայական, որը դուք ասացիք, նույնիսկ փիլիսոփա, որ հասկանանք ինքը հենց փիլիսոփայական աշխարհայացք ձևավորվող հստակ աշխարհ ձևավորելու համար է դա, որ ճկուն աշխարհայացք, որ աշխարհի նկատմամբ ճկուն պետք է աշխարհայացքը շատ ճկուն լինի, կարծրացած ցանկացած աշխարհայացքը ջարդվի։ Ճկուն աշխարհայացքի կողմը ջուրը շատ ճկուն է, ոչինչ չի կարելի ջարդել։ Միաժամանակ ամուր։ Ամենաամուրն է, այդ ճկուն դե այդ իմաստով ուզում եմ ասել, որ ինքը ճկուն աշխարհայացք է, դեռ իսկ այդ աշխարհայացքը մեխանիկորեն չի ձևավորվում։ Ինքը ժամանակի ընթացքում քիչ իր իմաստանալու մտքի պայծառացան ինչ-որ աշճանի սիրո հետ միացնում, խորում այդ ալխիմիան տեղ ունեն, որ աշխարհայացքը ձևավորվում։ Այսինքն այդ բոլոր փիլիսոփայությունների նաև նկատմամբ բաց լինելը ու դրանք ներառելը մեր աշխարհայացքի մեջ։ Դե հա, դե ոչինչ չմերժելու կարևոր տեղն է, որ ոչ մի կրոն եւ փիլիսոփայական մոտեցումներ պետք չի մերժել։ Կարելի ավելի լայն անել նրա մտքերի մեջ, ներառելու մեջ։ Որովհետև կրոններում միշտ ամենալավը մեր կրոնն է, շատ մերժում ամուսների մերժումն է։ Հա, մենք մերժող ոչ մի բան չկա։ Ու կարող ենք ասել, որ այդ չմերժումն էլ է երջանկության ճանապարհ։ Դե պետք է հասկանան մարդիկ։ Փորձում ենք։ Դե երբ որ սերը չես մերժում, երջանկան ես, մեծ մասը սերը մերժում է։ Հենց մերժելով գալիս է սիրո մերժել, պետք է կարողանանք մենակ միակ բանը, որ կարելի է մերժել այս աշխարհում, դա չարն է, չարիքը պետք է մերժել։ Մնացած բանը սերը պետք է ընդունի, իսկ սերը ամեն աստվածային ամեն ինչն է։ Այ առաջին ինչից պետք է հրաժարվել, որպեսզի կարողանալ այդ սերը ընդունել ու ընկալել։ Ամեն առաջից հրաժարվել սուտ խոսալուց։ Այսինքն կարող ենք ասել պատվիրանները պահել նաև։ Դե գոնե էլ մի բան սկսի։ Սուտ խոսել ենթադրում եմ նաև ինքդ քեզ։ Հա, դե ինքդ քեզ մարդինք իրան է խափում, առաջինը ինք իրան խափում, ինք իր այդ անկեղծ չի, ինք իր այդ բաց չի լինում, ինք իրան է խափում, ինք ասում է ես երջանիկ եմ, բայց ինքը հասկանում որ ինքը շատ դժբախտ է, խափում է այստեղից։ Պետք է չխափի, էլի, այդպես տեղից եմ սկսել, ինք իրան նայ որ չխափի, ինք իրան դեմ նկատմամբ անկեղծ է դու մեջտերի դեմ։ Ուղղակի մտածում եմ առանց հոգևոր ճանապարհի մի քիչ դժվար է այդպես նայել խորքը ու չխաբել, որովհետև կարա շատ ցավալի լինի նաև։ Դե հիմա տենց է ճանապարհություն, ուզում երջանիկ լինեն, թող ապրեն նենց այնքան տառապեն, մինչև հասկանան որ ինքը տառապել պետք է մենք դուրս գանք այս տառապանքից։ Այսինքն թողնենք մարդկանց իրանք մինչև իրենք հասունանան։ Հա, մինչև իրենք չհասունան, արհեստական ձևով ոչ մի բան չի լինի, ոնց որ ծաղիկ ենք իրան հասունանում, որ ինքը բացմա թերթիկների, եթե արիքստական բարձենք, թերթիկները կփոխվեն կընկնեն։ Այսինքն գալիս ենք նորից համբերությանը, մեծ համբերությանը, դիտելու ու սպասելու մինչև պատրաստ կլինեն։ Դե իհարկե Աստված անսահման ժամանակով համբերումը, մենք էլ համբերենք։ Մինչև իրենք գտնեն իրենց երջանկության ճանապարհը։ Մինչև իրենք հասունանան։ Իսկ կա մի հարց, որ ես չտվեցի, դուք կուզեիք խոսել դրա մասին երջանկության հետ կապված։ Դե ամենակարևոր բանը, որ դե իհարկե մենք խոսեցինք, բայց ես կարամ շեշտը դնեմ նրան, որ սերը գտնել մեր մեջ է։ Չմերժենք սերը, ամեն ինչի մեջ տեսնենք այդ սերը։ Մարդիկ ասենք մի հատ պատանեկության տանի սիրահարում են ու վերջ վիլաստում ու վերջացավ ամեն ինչ։ Էլ չկա։
բայց մենք ինչքան մեծանում ենք նույնիսկ տարիքով, ավելի հասունանում, ավելի խորքային այդ սերը դառնում։ Բոլոր երևույթների մեջ կարողանանք սերը տեսնել, այդ ոնց որ ցանկությունն է, որ մարդիկ այդքան իմաստանան, որ կարողանան տեսնել դա սերը, իրանց սրտերը բացեն, որ սրտերը չեն բացվել, չեն կարող տեսնել, որ չեն տեսնում գեղեցկություն, չեն տեսնում դժվարն է լինում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Երջանկությունը մենք տարբեր սահմանումներ տվեցինք ու ինչ որ ցանկացանք ինչ որ կերպ բացատրել երջանկության բնույթը, ու ինչքան հասկանում եմ, այդ ճանապարհը, որ տանում է դեպի ներս ավելի շատ, դեպի ինքնաճանաչում ու միշտ դեպի բարին, միշտ լինելու լույսի կողքին, նույնիսկ եթե խավար է։ Մնացեք երջանկությամբ։